Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը։ Այստեղ կգտնեք միայն փաստահեն եւ օբյեկտիվ տեղեկատվություն։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Քաղաքացիներին հորդորում են ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ապրիլի 20-ից 21-ը սպասվում են ինտենսիվ տեղումներ եւ ամպրոպ։ Վեդի եւ Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի գյուղի մի շարք փողոցներ 3-վանից ջրի տակ են։ Գետառ գետը վարարել եւ հունից դուրս է եկել։ Գյուղի մի շարք հատվածներում ջուրը լցվել է մարդկանց բակեր եւ հողամասեր։ Բացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային աշտարակից դեպի Գյումրի հատվածը։ Բացմանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կիլոմետր է։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Կառավարության, Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ։ Աշտարակ-Գյումրիի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ 90 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությամբ։ Յուրաքանչյուր ուղղությամբ գործում է 2 երթևեկելի գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 3,6 մետր է։ Ճանապարհին առկա է նաև 2 մետր լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որը նախատեսված է մեքենաների խափանվելու դեպքում կայանման, ճանապարհի սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման եւ այլ նպատակների համար։ Նորակառույց ճանապարհից մուտքերը դեպի բնակավայրեր կազմակերպված են տրանսպորտային հանգույցների միջոցով։ Ընդհանուր առմամբ աշտարակից մինչև Գյումրի կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց, 10 կամրջային անցում։ Կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ։ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանն անդրադառնալով թեմային ընդգծել է, որ Հայաստանն աշխարհին ասում է՝ մենք հավատում ենք ինքներս մեզ։ Մենք հավատում ենք, որ արհեստական բանականության գերազանց հաշվարկային հնարավորությունների հասանելիությամբ մեր հետազոտողները, նորարարները, հիմնադիրներն ու քաղաքացիները կունենան անհրաժեշտ գործիքները համաշխարհային բեմ մրցունակ լինելու եւ Հայաստանը դարձնելու համաշխարհային մակարդակի արհեստական բանականության ոլորտում։ Հայաստանում կառուցվող արհեստական բանականության գործարանի հզորությունը կկրկնապատկվի։ AI-Conf 2026-ի ընթացքում է հայտարարվել։ Ինչ է սա նշանակում, ինչ հնարավորություններ ունի Հայաստանը եւ ինչպես է անցել AI-Conf 2026 համաժողովը։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք Երևանի պետական համալսարանի մեքենայական ուսուցման գիտական խմբի ղեկավար Հրանտ Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, նախ ինչպես անցավ AI-Conf 2026-ը եւ ինչ է նշանակում Հայաստանի համար արհեստական բանականության գործարանի հզորության կրկնապատկումը։ AI-Conf-ը կարծում եմ բավական լավ անցավ։ Իսկ մոտ 2000 մարդ ֆիզիկապես եկավ 600 հոգանոց դահլիճում, այսինքն համարյա ամբողջ օրվա ընթացքում առավոտյան 10-ից 6:30, 8 ժամից ավել անընդհատ մարդիկ կային եւ բավական շատ բովանդակություն կար։ Ես գոհ մնացի, կարծում եմ շատերը տեսան, թե ինչ է կատարվում Հայաստանում ու փորձեցին հասկանալ, թե իրենց դերը ինչ կարող է լինել։ Ուսանողներ կային, ահագին հետաքրքրություն կար, շատերը մոտեցան, հարցրեցին, թե ինչպես կարող են ներգրավվել գիտական աշխատանքներում, հենց այն էր ինչ ինձ պետք էր, եւ կարծում եմ շատերից հաշվողական հզորությունները Հայաստանում շատ արագ հիմա աճում են։ Փաստորեն մենք հունվարին արդեն ԵՊՀ-ում գործարկեցինք այդ գերհամակարգիչը, որից 8-9 անգամ մեծ համակարգիչ կգործարկվի շուտով Գագարին գյուղում եւ եւս 1-2 ամսից դրանից էլ եւս 8-9 անգամ մեծ համակարգիչ կգործարկվի Հրազդանում եւ մինչեւ մյուս տարվա սկիզբ հնարավոր է դրանից էլ եւս 6 անգամ մեծը։ Սրանք շատ մեծ հզորություններ են, որոնք շատ ավելի մեծ են, քան Հայաստանը կարող է սպառել եւ մեր խնդիրն է հնարավորինս մեծացնել Հայաստանում եղած մասնագիտական պոտենցիալը այդ ռեսուրսի հնարավոր խոշոր կտորը օգտագործելու համար, հա, ու հենց դրա համար շատ լավ է, որ համալսարանում էլ կա նմանատիպ համակարգ, որ
ուսանողներից սկսած նաև գիտնականները կկարողանան այդ տեսակ համակարգերի հետ աշխատել, սովորել, գիտություն անել, գիտական արդյունքներ ստանալ ու ձևավորել այն հմտությունները, որոնք հետո կարող են օգտագործվել ավելի մեծ համակարգերի վրա։ Nvidia ընկերության փոխնախագահ Ռեֆ Լեբարեդյանը նշել էր, որ տարեվերջին, երբ գործարկվեն 50,000 GPU-ները, Հայաստանը դրանց քանակով աշխարհի լավագույն հնգյակում կհայտնվի, շրջանցելով նույնիսկ Եվրոպայի խոշոր պետություններին։ Գործնականում սա ինչ է նշանակում։ Գործնականում սա նշանակում է, որ աշխարհում օգտագործվող հաշվողական ռեսուրսի մի բավական էական հատված կաշխատի Հայաստանից։ Ամենայն հավանականությամբ այդ 50,000-ի, ասենք 45,000 պլյուսը կօգտագործվի Հայաստանից դուրս, այսինքն դրանք ամերիկյան խոշոր ընկերություններն են, այդ OpenAI-ը, Anthropic-ը եւ իրենց նման գուցե էլի լինեն, որոնք կվարձակալեն այդ ռեսուրսների մեծ մասը եւ ուղղակի դրանցով կաշխատեն այսօրվա մեզ հայտնի արհեստական բանականության գործիքները, ինչպես ChatGPT-ն կամ Claude-ը, իսկ այ մնացած հատվածի վրա թե մենք ինչեր կկարողանանք կառուցել Հայաստանում եւ ինչքան կկարողանանք այսպես խորացնել այդ արժեքային շղթան, դա է հետաքրքիր հարց ու մեր գործունեությունը հենց դրան է ուղղված, որպեսզի Հայաստանում շատացնենք նմանատիպ ռեսուրսներից օգտվելու ունակություն ունեցող մարդկանց քանակը, հա։ Այսօր մենք մեր լաբորատորիայով միայն կարողանում ենք գրեթե լիարժեք օգտագործել այդ մի քանի տասնյակ քարտերը, որ ունենք Երևանի պետական համալսարանում եւ մի քանի օր առաջ էլ պայմանագիր կնքվեց Firebird-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ, որ կառավարությունը Firebird-ից կվարձակալի մինչեւ 200 քարտի համարժեք հաշվողական հզորություն, որը եւս կտրամադրվի տեղական թիմերին, գիտնականներին, գուցե նաեւ փոքր տեխնոլոգիական ընկերություններին, եւ մենք այդ ռեսուրսները ունենալով կկարողանանք ավելի հետաքրքիր խնդիրներ լուծել ու ավելի կարևոր արժեք տալ աշխարհին։ Ամեն դեպքում, եթե ավելի պարզ լեզվով փորձենք ձևակերպել, ինչ է սա տալիս, որ մարդկանց համար էլ ավելի հասկանալի լինի, հնարավորինս առանց տերմինոլոգիայի, եթե փորձենք բացատրել։ Տեսեք, այդ արհեստական բանականության գործիքները պատրաստելու համար պետք է նմանատիպ հաշվողական ռեսուրսներ։ Ինչպես պատրաստելու համար, այնպես էլ օգտագործելու համար, հա, երբ որ օգտագործել ասելով նկատի ունեմ, երբ որ հիմա մենք մտնում ենք ChatGPT-ի եւ մի հատ հարց ենք տալիս, այդ դրա հետևում կանգնած է մի հատ համակարգիչ, որի աշխատանքի արդյունքում այդ հարցի պատասխանը հասնում է մեզ։ Այ երբ որ ասում եմ, որ այդ 50,000-ի մի մեծ մասը կծառայի OpenAI-ի կամ Anthropic-ի նման ընկերություններին, հենց դա նկատի ունեմ, որ այդ հարցերի պատասխանների մի մասը կստեղծվի Հայաստանում գործող համակարգչով։ Սա հետաքրքիր է, բայց բավականաչափ հետաքրքիր չի մեզ համար, հա, մեզ համար ավելի հետաքրքիր է այս համակարգչի այն ասպեկտը, որ մենք կկարողանանք ստեղծել մեր արհեստական բանականությունները։ Հա, դրանք հավանաբար չեն մրցակցի ChatGPT-ի կամ Claude-ի հետ, դրանք կլինեն այլ ոլորտներում աշխատող, օրինակ, ինչպես ստեղծել արհեստական բանականություն, որը կարող է աշխատել փոքր ռոբոտի մեջ, հա, օրինակ հիմա տեսնում ենք ռոբոտաշինությունը աճում է, տարբեր տեսակի նոր ռոբոտներ են արտադրվում, բայց այդ ռոբոտները սովորաբար չեն ունենում սեփական որակյալ ինտելեկտ, հա։ Այ ինչպես կարող ենք ստեղծել արհեստական բանականություն, որը ոնց որ մի հատ փոքր ChatGPT կլինի ռոբոտի ներսում տեղադրված։ Այ այդ տեսակ արհեստական բանականություն սարքելու համար էլի այս համակարգիչները պետք են ու օրինակ հենց իմ ղեկավարած գիտական լաբորատորիան այդ տեսակ խնդիրներով է զբաղվում, հա։ Մենք փորձում ենք ստեղծել այդպիսի փոքր ChatGPT-ներ, որոնք կարող են աշխատել ռոբոտների մեջ։ Ձեր խոսքում իհարկե անդրադարձակ խնդրին, բայց ամեն դեպքում Հայաստանում կան անհրաժեշտ թվով մասնագետներ այս նախագծի իրականացման համար։ Տեսեք, նախագծի իրականացումը երկու մասի կարելի է բաժանել, մեկը այդ համակարգիչների կառուցումն է, այսինքն այդ տվյալների կենտրոնը պետք է ֆիզիկապես կառուցել, կահավորել, կազմակերպել, որ այդ համակարգիչները անխափան աշխատեն, հովացվեն եւ այլ, այդ ամեն ինչի համար բավականաչափ մասնագիտական գիտելիք կա, հենց ԵՊՀ-ի գերհամակարգիչը այդ տեսակ մասնագետներ են կառուցել։ Իհարկե, որոշ խնդիրների համար նրանք ներգրավում են նաև արտասահմանյան մասնագետների, Եվրոպայից, ԱՄՆ-ից գալիս են, ինչ որ հատվածներ անում են, սովորացնում են, բայց Հայաստանում կա ընդհանուր առմամբ այդ դրանց կառուցման եւ սպասարկման գիտելիքը ինչ որ իմաստով, իհարկե փոփոխվող ոլորտը, աճող ոլորտը, այսինքն տեղանոց նոր սովորելու բան կա,
բայց մենք ունենք թիմեր, որոնք դա սովորում են։ Ինչ վերաբերում է այդ գործիքները օգտագործելուն, այսինքն երբ որ արդեն տվյալների կենտրոնը սարքվեց, համակարգիչները դրվեց, ինչ կարող ենք այդ համակարգիչներով սարքել, էլի որոշ չափով կա պոտենցիալ, օրինակ հայկական մի շարք ընկերություններ ունեն այդ տեսակ հաշվողական ռեսուրսներ, օրինակ Pixart-ը, ասենք վաղուց ունի մի քանի 100 GPU-ից կազմված համակարգիչ, որի վրա իրանք վաղուց աշխատում են։ Մեր լաբորատորիայում էլ գիտնականները ունեն այդ հմտությունները այդ տեսակ ռեսուրսներից օգտվելու համար։ Բայց սա շատ լավ առիթ է այդ մարդկանց քանակը մեծացնելու, հա, ես հաճախ ասում եմ իմ խոսքում, որ առնվազն 10 անգամ պետք է մեծացնել այդ մարդկանց քանակը Հայաստանում, ովքեր ունակ են այս տեսակ հաշվողական ռեսուրսների վրա արժեքավոր աշխատանք անել, այդ դեպքում կմեծանա մեր հնարավորությունը ավելի արժեքավոր գործ անելու եւ ավելի մեծ արժեք ստեղծելու այս նույն հաշվողական ռեսուրսով։ Ձեր խոսքում նշեցիք, որ OpenAI-ի հետ օրինակ մրցակցելու խնդիր չի դրված, այդ դեպքում սա Հայաստանի զուտ պահանջները բավարարելու, թե օրինակ տարածաշրջանային որոշակի առումով խնդիրներ լուծելու համար է, միգուցե ավելի լայն Եվրոպայի տարածաշրջանի կարիքները լուծելու համար կարող է սա դիտարկվել, որովհետև ամեն դեպքում նույն այստեղ Եվրոպայում որոշակի խնդիրներ են տեսնում, երբ որ նմանատիպ մեծ կորպորացիաները հիմնականում կենտրոնացած են օրինակ Միացյալ Նահանգներում կամ Չինաստանում։ Այո, դա հայտնի խնդիր է, բայց կարծում եմ այդ խնդիրներին այս պահին մենք չենք պատրաստվում մոտենալ, այսինքն մրցել ChatGPT-ի հետ, սարքել դրա նման թեկուզ ավելի վատը, բայց այնպեսին, որ լինի հայկական, դրա խիստ անհրաժեշտությունը չկա։ Որոշ դեպքերում կարող է լինել, օրինակ, տեսեք, օրինակ Gemini-ը, հա, Google-ի արհեստական բանականությունը բավական լավ աշխատում է հայերենով, բայց նաև բավականաչափ թանկ է, հա, ու կարող է մեր պետական կարիքների կամ բիզնեսի կարիքների համար անհրաժեշտություն լինի դրա ավելի փոքր, ավելի էժան տարբերակը կառուցել, որը կունենա մոտավորապես նման որակ հայերենի հետ աշխատելու դեպքում, այդ դեպքում այս համակարգիչները այդ տեսակ խնդիրների համար կլուծվեն։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք այն տեսակ խնդիրների համար, որոնց շուկան գլոբալ է, այսինքն ոչ թե ուղղակի սեփականը ունենալու նպատակ դնենք, այլ ստեղծենք այնպիսի բան, որ ուրիշները չունեն, ընդհանրապես որևէ մեկը չունի, եւ մենք լինենք այդ ինչ որ մի նեղ ուղղությամբ համաշխարհային մակարդակով մրցունակ արտադրանք տվող, հա, օրինակ այդ նույն ռոբոտների հետ կապված, որ ասում եմ, այնպես չի, որ աշխարհում, ասենք, շատ են այդ ընկերությունները, որոնք կարողանում են ռոբոտների համար լավ արհեստական բանականություն ստեղծել, ուտեղ հնարավոր է մրցակցել, այսինքն OpenAI-ի հետ եւ Anthropic-ի հետ ուղիղ մրցակցել հնարավոր չի, այսինքն դա լինելու է ինչ-որ որակի հաշվին ուղակի սեփականը ունենալ, դա ինչ-որ իր դերը ունի, բայց ես կարծում եմ, որ մենք լավագույն սցենարը կլինի, որ մենք կենտրոնանանք այնպիսի ուղղությունների վրա, որտեղ այս պահին OpenAI-ը այդքան ներդրում չի անում, եւ մենք կարող ենք համաշխարհային մակարդակով մրցունակ արդյունք տալ։ Եվ թերևս իմ վերջին հարցը մասնագիտական կրթության առումով Հայաստանում առկա իրավիճակը դուք ինչպես եք գնահատում։ Բավականաչափ արդյունք կա, այսինքն կան մագիստրոսական ծրագրեր, նույնիսկ մասնավոր տրեյնինգ կենտրոններ, որոնք ինչ-որ որակի մասնագետներ տալիս են, բայց դրանով բավարարվել երբեք չի կարելի, այսինքն միշտ պետք է թե դրանց որակը բարձրացնել եւ թե քանակը մեծացնել։ Մենք օրինակ հիմա կազմակերպում ենք ամառային դպրոց, որտեղ փորձում ենք ինչ-որ թեմաներով, որոնք շատ արդիական են, բայց դուրս են համասարանական կրթական ծրագրերից, բերել արտասահմանից մասնագետներ, որոնք այդ դպրոցի շրջանակներում, ասենք մի շաբաթվա ընթացքում ինտենսիվ ինչ-որ նյութ կմատուցեն, եւ այդ տեսակ ամառային դպրոց 2 հատ առնվազն կազմակերպվելու է այս ամառ Հայաստանում, այսինքն այս տեսակ գործիքներ կան, որոնց միջոցով կարելի է նաև ընդլայնել եւ խորացնել գիտելիքները, բայց նաև իհարկե կարիք կա ավելի որակյալ ասպիրանտական ծրագրերի, ավելի որակյալ մագիստրոսական ծրագրերի, որպեսզի հնարավոր լինի մարդկանց քանակը նաև այդ ճանապարհներով շատացնել։ Ինչու են երեխաներին հասանելի դեղերը, քիմիական նյութերը, մաքրող միջոցները։ Այսօր Հայաստանում եւ ամբողջ աշխարհում մանկական քիմիական թունավորումները հանրային առողջապահական գերխնդիր են։ Հայաստանում ամեն տարի ավելի քան 700 նման դեպք է գրանցվում։ Հաճախ երեխան պատահաբար խմում է տնային մաքրող միջոցներ, մեծահասակների դեղեր, գյուղական բնակավայրերում նաև թունաքիմիկատներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի աշխարհում քիմիական թունավորումներից 100,000-ից ավելի մանկական մահ է գրանցվում։
Դեպքերի 80%-ը զարգացող երկրներում է, որտեղ քիմիական նյութերը չեն պահվում երեխաների համար անհասանելի վայրում։ Թեմային իմ գործընկեր Աննա Դավթյանն է անդրադարձել։ Հատ լսեմ, քեզ բալես։ 3-ամյա փոքրիկը տատիկի պահած շիշը բացել մի լավ կում է արել։ Հետևանքը առաջին կարգի այրվածքներն են կերակրափողում ու ստամոքսում։ Քացախտվական էսենցիայով թունավորում է եղել, պատահաբար խմել է այս հեղուկը։ Թունավորում ախտորոշումով ամենաշատը հոսպիտալացվում են 1-ից 6 տարեկանները։ Քիմիական թունավորումները հիմնականում հիպոքլորիդից կամ ինչպես ընդունված է ասել ժավելից են, քացախաթթվից, մաքրող միջոցներից, բենզինից եւ թունաքիմիկատներից։ Ինչպես են դրանք հայտնվում երեխայի համար հասանելի վայրում։ Սա է գլխավոր խնդիրը։ Բաց սովորություն է, ջրի շշի մեջ կարող են պահվել ժավելը, նույնիսկ բենզինը։ Մաքրող միջոցները վերցնելու համար էլ երեխան շատ ջանք չի գործադրում։ Հիմնականում դրանք հասանելի դարակներում են։ Կենցաղային նյութերով թունավորումներից բացի լուրջ խնդիր են նաև դեղորայքային թունավորումները։ Եթե երեխան հրաժարվում է դեղ ընդունելուց, ապա փորձում են համոզել, որ դա քաղցր է, կոնֆետ է կամ մուրաբա եւ այդպես են առաջարկում դեղը խմել եւ եթե համը դուր է գալիս, ապա կարող է երեխան ամբողջ այդ սրբակը հետո խմել, առաջացնելով գերդոզավորում կամ ծանր աստիճանի թունավորում։ Եվ ընտանիքի անդամները իրենց դեղորայքը եթե հասանելի տեղերում են պահում, ապա երեխաները դրանք անմիջապես փորձում են համտեսել եւ վտանգավոր են համարվում հատկապես սիրտանոթային ճնշումը կարգավորող դեղորայքը, նաեւ հոգեմետ դեղորայքը։ Հայաստանում քիմիական թունավորումների տարեկան շուրջ 750 դեպք է գրանցվում։ Արձանագրվում են դեպքեր հատկապես էսենցիայով թունավորումների, հասկանալի է պայմանավորված, որ ընտանիքում կարող են լինել պայմաններ տարբեր պահածոյացված սնունդ պատրաստելու հարցում, լինենք իրազեկ այն իմաստով, որ երեխաները շատ որոնողական վարքագիծ ունեն, հետաքրքրասեր են, համարելով, որ մենք պահում ենք մեր թունավոր նյութերը կամ դեղերը ցածր հարկերում, որը կարծում ենք, թե թվացյալ, թե անհասանելի են երեխայի համար, հիշենք, որ որոնող փնտրող վարքագիծ ունեցող երեխաների համար, իսկ դրանք հիմնականում մինչև 5 տարեկան երեխաներն են, մենք մաքսիմալ հեռու պետքա պահենք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում քիմիական թունավորումներից տարեկան 100,000-ից ավելի մանկական մահ է արձանագրում։ Շուրջ 5 միլիոն երեխա էլ առողջական լուրջ խնդիրներ է ունենում։ Քիմիական նյութերով թունավորումների 90%-ը տեղի է ունենում տանը եւ այն հնարավոր է կանխել։ Սովորաբար մաքրող միջոցները մենք դնում ենք այնտեղ, որտեղ հարմար է ձեռքին, դրանք հիմնականում ներքևի դարակներն են։ Սակայն սրանց տեղը ամենավերևում է, ավելին դարակը ցանկալի է, որ լինի կողպված։ Աննա Դավթյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան։ Մարզիչ Արմեն Բաբալարյանն ու ըմբիշ Խասամոյանը լավագույնն են ճանաչվել Եվրոպայում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Տիրանայում անցկացված եվրոպական համաժողովում ճանաչվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի լավագույն մարզիչ, իսկ նրա գլխավորած ընտրանու անդամ 77 կիլոգրամ քաշային Խասամոյանը ճանաչվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի լավագույն ըմբիշ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։ Տաղավարում աշխատում էր Ռազմիկ Մարտիրոսյանը։